Ներգրավելով հայաստանյան հասարակությունը եւ կառավարությունն անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ, վերջին տարիներին Հայաստանի մարզերում պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ անվտանգության հարցերի եւ դրանց ընկալումների շուրջ, ինչպես նաեւ ստեղծվել են հարթակներ, որոնք ղեկավարվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը տեղական ակտիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ փորձում էր օգնել տեղացի բնակիչներին ուրվագծել համայնքային եւ մարզային մակարդակով անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման ուղղված հնարավոր նախաձեռնությունները։ Մարզային բոլոր տեղերը նույն թեմաներն են, ու այդ թեմաները այդպես խորացված չէ։ Մեզ պետք է ուժեղ բանակ, լավ կրթություն, գիտություն, ուժեղ դիվանագիտություն, ու բոլոր տեղերը այդպես ընդհանրական ինչ-որ բաներ էին խոսում, ու զգացվում էր, որ մարդկանց համար հենց արտահայտվելը գուցե ավելի կարևոր է իրար լսելը, քան թե կարողանում էին իսկապես ձևակերպել ինչ-որ խնդիրները կամ իրական հնարավոր քայլեր ապագայի տեսլականը։ Անցյալ տարվանից մի քիչ դա փոխվել է, ու ավելի շատ խոսում են կոնկրետ մարզային խնդիրների մասին։ Նախաձեռնությունը եզակի հարթակ է, որը հնարավորություն տվեց առանձնացնել խնդիրները, խոսել դրանց մասին, մտածել հնարավոր լուծումներ եւ չվախենալ դրանք բարձրաձայնել։ Եղեգնաձորը, մասնավորապես Վերսորի մարզը ինքը ավելի պասիվ է, եւ եթե դու կարողանում ես հանդիպումների ներգրավել 20-ից ավելի երիտասարդ, արդեն ձեռքբերում է։ Մեր դեպքում դա հաջողվել է, միջինում 25-26 երիտասարդ մասնակցել են յուրաքանչյուր հանդիպմանը։ Քննարկումները հնարավորություն է տվել երիտասարդներին, որպեսզի նրանք վերլուծեն եւ տրամաբանեն այն խնդիրները, որոնք իրականում կա, չկարճվեն այն ինֆորմացիայով, որը հրամցվում է։ Խուսափում էին քաղաքականության մասին անգամ խոսել, բարձրաձայն քննարկել, բայց այս հանդիպումները քիչ-քիչ հնարավորություն են տալի մարդկանց մի փոքր, շատ չասեմ, բայց մի փոքր տեղաշարժ կա, որ մարդը կարող է խոսել քաղաքականությունից, իր մասնաբաժինն ունենա այս process-ների մեջ, ու իհարկե եթե դրական փոփոխությունը տնա, ավելի ինձ թվում է ավելի ոգևորված կլինի, ավելի պատրաստական կլինի մասնակցելու նմանատիպ հանդիպումներին։ Միջոցառումներին ներգրավել են տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ տարբեր տարիքային խմբերից, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիներ։ Փորձագետ Իրինա Գրիգորյանը վստահեցրեց, նման ծրագրերն արցախցիներին շատ են օգնում լիովին ինտեգրվելու հարցում։ Այս ծրագրերը թույլ են տալիս, որ մարդիկ խոսան իրար հետ, ճանաչեն իրար, հետո ծանոթանում են, հետո ստեղծվում է ինչ-որ ընկերություն, բարեկամություն եւ այլն, ու այդ խոսքն է շատ կարեւոր, այդ խոսքն էլ հենց աշխատանքա տրավմայի հետ։ Ծրագրի գլխավոր բաղադրիչներից մեկը մարզային նմանատիպ հարթակների ստեղծումն օգնելու է շարունակել անվտանգության հարցերի շուրջ մշտական քննարկումները եւ դրանցում հասարակության ներգրավումը։ Խմբեր կան ձևավորված, չեմ կարծում, որ պետք է սահմանափակվենք այսքանով, ամենքս մեր տեղերում անելիք ունենք, թե ոնց բարձրաձայնել խնդրի մասին, ինչ ձևաչափով, որտեղ, որ այն լինի հասցեական եւ նպատակային։